Պարապմունքի գնաց գալուց մտնում եմ։ Էժանա լավ է։ Այն, որ հուլիսի 1-ից մետրոն 100%-ով թանկանալու է, այսինքն 50-ից դառնալու է 100 դրամ, ուղևորներից շատերն այսօր տեղյակ չէին։ Ճիշտն ասած չգիտեի, տխուր եմ շատերի համար, ինձ համար էլ, որտեղ ես հաճախ եմ գործածում։ Գիտեմ, որ ինչ-որ թանկացում կա, բայց չգիտեմ ինչքանով։ Մետրոյի թանկացման մասին հարցման մասնակիցներից շատերը տեղեկացան մեզանից։ Նրանք թեև վրդովվեցին, սակայն չզարմացան, նշելով, որ մեր քաղաքում ոչինչ չի արվում մի օգուտ ժողովրդի, եւ պատահական չէ, որ ամեն ինչ թանկացնելուց հետո հերթը հասավ միակ մատչելի փոխադրամիջոցին։ Ինչի հաշվին են թանկացնում։ Արդյոք աշխատավարձները բարձրացնում են այդքան արագ, ինչ արագությամբ, որ թանկացնում են ամեն ինչը։ Այն, որ Երևանի քաղաքապետարանի նման որոշումը հարված կհասցնի սոցիալական որոշակի խմբի գրպանին, մեր համակարգացիները կասկած չունեն։ Սոցիալական անապահով խավը օգտվում է մետրոյից։ Այդ որ թանկացնեն, արդեն ժողովրդի վիճակը շատ ծանր կլինի։ Չոր խավ կա, որը կտուժի դրանից էլի։ Իդեպ, այն, որ մետրոյի ուղևորավարձը հուլիսի 1-ից թանկանալու է, տեղյակ չէին անգամ տոմսավաճառները։ Իսկ այն հարցին, թե ինչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր արդեն իսկ մեծ քանակությամբ ժետոն են գնել, Երևանի Կարեն Դեմերճյան մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը հստակ չկարողացավ պատասխանել, սակայն հավաստիացրեց, որ բոլոր խնդիրները կկարգավորվեն։ Հասմիկ Կիրակոսյան, Արամ Մնացականյան, IPFM։